տաքսիստներին հարկեր են դրել ամեն ուղևորի համար։ Ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը թանկացրել է։ Անշարժ գույքի հարկը աստղաբաշխական է թանկացել։ Դատարան դիմելու տուրքերը թանկացել են, ավտոներկրողների հարկերը շատացրել է, բազմաթիվ ոլորտներում գործողների շրջանառության հարկի դաշտից տեղափոխել է հարկման ընդհանուր համակարգ, տրանսպորտը թանկացրել են, կարմիր գծերը թանկացրել են, աճել են արտաքին գովազդի տուրքերը, շինթույլտվության տուրքերը, բնակարանի վարձակալության համար հարկեր են գանձում, 0% գյուղվարկերը չեղարկվել են, սա քիչ էր, մտցրել են համընդհանուր հայտարարագրման համակարգ, որ բոլորի ֆինանսները վերահսկեն։ Նիկոլը, որ նոր էր եկել իշխանության, ոստիկանությունը նախագիծ էր բերել, որ ոստիկանները ունենան տեսախցիկներ իրենց ավտոմեքենաների վրա ու թաքուն նկարեն խախտումները տուգանեն։ Նիկոլն ասաց, «Էս ինչ եք ասում, հետ տարեք այս նախագիծը, ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ»։ Ընդամենը մի քանի օր առաջ ներքին գործերի նախարարը հայտարարեց, պարեկների, մեքենաների, տանիքներին կտեղադրվեն 360 աստիճան նկարող սարքեր, որոնք կողքից, հետևից, առջևից, վերևից, ներքևից կստուգեն ու կտուգանեն վարորդներին։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ հիմա, երբ պարտքի սպասարկումը հասել է պիկին, իրեն ստիպել են միջազգային կառույցները, որ հարկերը շատացնի։